Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է համընդհանուր առողջապահական ծածկույթից ծրագրի իրականացում վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Համաձայնագրի նպատակներն ու բաղադրիչներն ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է առողջապահության փոխնախարարը։ Ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ բժշկական օգնության որակի բարելավում, ծախսերի արդյունավետության բարձրացում և ֆինանսական խոչընդոտների նվազեցում։ Վերջինը վերաբերում է առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների իրականացմանը, մանրամասնեց Լենան Անուշյանը։ Ըստ բարեփոխումների ուղղությունների սահմանված են ցուցանիշներ ըստ տարիների եւ յուրաքանչյուր ցուցանիշին հասնելու դեպքում նոր վարկից մասնահանում է կատարվում պետական բյուջեին։ Ճիշտ ենք հասկանում, որ ծրագրով նախատեսված նպատակներին հասնելու համար կառավարությունը ինքնուրույն միջոցներ է տրամադրում այլ եկամուտներից հավաքված գումարներից, կատարում է այսպես կոչված տնային աշխատանքը իր, հետո անկախ գնահատողի կողմից գնահատվում է, թե արդյոք այդ աշխատանքը պատշաճ է կատարվել եւ միայն նոր գումարը վարկից տրամադրվում է։ Այո, պարոն Թորոսյան, ըստ համաշխարհային բանկի պահանջի կգործի անկախ ստուգող մարմին, որը կընտրվի մրցույթով։ Այն պետք է վերիֆիկացնի նախարարության կատարած աշխատանքների ցուցանիշները, ներկայացնի համաշխարհային բանկին։ Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը չկա։ Արդյոք վաղաժամ չէ այս պայմաններում վարկային միջոցների ներգրավումը եւ ինչպես է որոշվել գումարի չափը։ Հետաքրքրվեց Արմենուհի Գյուլեղյանը։ 102 միլիոնը դա գալիս է զուտ համաշխարհային բանկի պատրաստակամությանը այս համակարգի ներդրման համար, այո, ինչքան է պատրաստ տրամադրելու այս գործընթացի համար։ Մենք վարկը վերցնում ենք, մենք տոկոսի, այսպես ասած ժողովրդի լեզվով տոկոսի տակ ենք մտնում մի գործողության, մի գործառույթի համար, որի ապագան մոտ ապագաներ նույնիսկ չգիտենք։ Կառավարության ծրագրով նախանշված է, որ պետք է Հայաստանի Հանրապետություն ներդրվի առողջության համապարփակ ապահովագրության համակարգ եւ դա լուծելու է բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են ծառայությունների ֆինանսական անհասանելիության հետ կապված։ Մենք էլի ունենք, ենթադրում եմ ինձնից լավ գիտեք, տենց ստացված եւ չօգտագործված մի շարք վարկեր, որոնք մենք տարիներով սպասարկում ենք, բայց բուն գործը չեն կարել։ Մտահոգություն նաև այն է, որ վստահ ենք արդյոք որ կարողանալու ենք անել, այո կամ ոչ։ Պետք է բոլորս աշխատենք միասին, որպեսզի հասնենք մեր այդ նպատակին։ Մեկը չասեցիք այո կամ ոչ։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Այն կքննարկվի նաև լիագումար նիստերի դահլիճում։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։